Դաշնակցությունը փաստացի հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին, հերթական կապիտուլյացիայի մասին։ Ինչ եմ ասում։ Ուր եք, ժողովուրդ ջան, հարգելի ընկերներ, որ հիմա ռադիոընդունիչներով լսում եք այս ելույթը նույն շենքում, ուր եք։ Դուք, որ խոսում եք հայրենիքի պաշտպանության, հայրենիքի փրկության, առաջնագծի, առաջնամարտիկության ու մնացածի մասին, ուր եք։ Ձեր քաղաքական կուսակցության մասին ենք խոսում։ Ամբողջ քննարկումը ձեր կուսակցության մասին է։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության համար ստեղ նստած է ու լսում է ձեր կուսակցության հասցեին ասվողը։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության ուղված հարվածը իր վրա է վերցնում։ Չկա այդպիսի մի հոգի։ Դա նշանակում է, որ տենց կուսակցություն որպես այդպիսին չկա քաղաքական դաշտում։ Ինձ թվաց դաշնակցական էր, եկողը են էլ պարոն Եղոյանն էր։ Եվ հետևաբար դաշնակցական կապիտուլյացիան շարունակվում է, դա շարունակական պրոցես է։ Ու սա զարմանալի չի, ինչի սա զարմանալի չի։ Պարոն Ռուստամյանն ասում է, ծանր հրետանին հանել եք դաշնակցության դեմ։ Այ պարոն Ռուստամյան ջան, դաշնակցության դեմ, արդեն էլ ծանր հրետանու կարիք չկա, միրագատկեն ամբողջությամբ հերիք է։ Դուք էլ են հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք։ Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից։ Ձեր կարգախոսն է մահ կամ ազատություն, բայց այդ ազատության երկրորդ բաղադրիչից, այդ կարգախոսի երկրորդ բաղադրիչից, ազատությունից ու դրա դրսևորումներից ամենակարևորներից մեկից, խոսքի ազատությունից դուք սարսափում եք։ Դուք սարսափում եք այս քննարկումից, դուք սարսափում եք Հակոբ Մովսեսի հարցազրույցից, դուք սարսափում եք ցանկացած մի բանից, որը ձեր բանով չի անցել։ Ձեր չէ, այսինքն ձեր գերադասության ինչ էին ասում այդ հին կառույցների սովետական գլավրիդով չի անցել, հա։